Այսօրվա միջոցառմանը այստեղ ներկա են մի շարք ամերիկյան ընկերություններ, որոնք հետաքրքրություն են արտահայտել ներդրումներ կատարելու վերականգնող էներգետիկայի ոլորտում։ Սա երկրորդ նմանատիպ միջոցառումն է ամերիկյան դեսպանատան կողմից, արդեն անցած տարի առաջինը կազմակերպվեց, անցած տարի ավելի շատ ամերիկահայ գործարարների այց էր Հայաստան, որպեսզի ծանոթանային ներդրումային հնարավորություններին, այս տարի արդեն հենց ամերիկյան ընկերություններ են եկել եւ շատ լավ նշան է, որ արդեն մեր բոլոր բարեփոխումները, մեր բոլոր ներդրումային ծրագրերը արդեն այն տիպի արձագանք են ստացել, որ գալիս են Հայաստան, ուզում են նորից ավելի մոտիկից ծանոթանալ, որպեսզի ներդրումներ կատարեն հենց վերականգնող էներգետիկայի ոլորտում։ Մենք հստակ ծրագրեր ունենք իրենց ներկայացնելու, ներկապային ինչպես երևի արդեն տեղյակ եք 55 մեգավատ արևային կայանի մրցույթը մեկնարկել է, դեռ նախավորակավորման փուլում է, արդեն կարող եմ ասել, որ այն փաթեթներից, որ գնել են մասնակցելու համար, բավականին ակտիվ մրցույթ են ունենալու, բավականին մեծ քանակությամբ մասնակից են ունենալու եւ աշխարհի տարբեր ծայրերից, ներառյալ ԱՄՆ-ից։ Եվ հուսով ենք այսօրվա միջոցառման արդյունքում դրանց քանակը կավելանա։ Իսկ ամերիկյան ընկերությունները կան այդ ցուցակում այսօրվա դրությամբ։ Մասրիկի այդ ուրեմն մրցույթի ամերիկյան այսօրվա դրությամբ ընկերությունները կան։ Դեռ նախավորակարգման փուլը չի ավարտվել, եկեք չասեմ, որ ընկերությունները կան, բայց եթե նույնիսկ չկան, այսօրվա հանդիպումից հետո հաստատ կլինի։ Իսկ քանի ընկերություն կա։ 55 մեգավատ կայան կառուցելու համար միջինը մոտ $50 միլիոն ներդրում է։ Իսկ ընդհանուր այն գործարարների հետ քննարկում եք ներդրողների հետ ընդհանուր պատկերացում կա, քանի ներդրում կարելի ակնկալել գումարի շրջանակներում։ Տեսեք, մեր վերականգնող էներգետիկայի ռեսուրսը կարելի ասել անսահմանափակ է։ Միայն 6000 մեգավատ արևային տնտեսապես շահավետ ռեսուրս ունենք մենք Հայաստանում։ Ուրիշ հարց է, թե երբ եւ ինչ գնով դրանք պետքա կառուցվեն։ Դա կախված կլինի ընդհանուր մեր ցանկագնային քաղաքականությունից եւ այն գնից, որ մենք կստանանք այս մրցույթից։ Եվ այս մրցույթը շատ մեծ դեր ունի թե հասկանալու թե այդ արևային էներգետիկան ինչ դեր, ինչ մասնաբաժին կունենա մեր էներգետիկ բալանսում։ Ամերիկյան ներդրողների համար ինչ քայլեր են արվել, որ ազատ լինի դաշտահան ներդրումների համար ջերմաստափող ներդրողները։ Հայաստանում դաշտ էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու համար բոլոր ներդրողների համար բավականին գրավիչ է, քանի որ կա կանխատեսելի կարգավորման դաշտ, կա ֆինանսապես արդեն ստաբիլ էներգետիկ համակարգ, կան հստակ մշակված ներդրումային ծրագրեր եւ կան օրենքով նախատեսված երաշխիքներ շուկայի համար, պարտադիր գնման ժամկետներ արևային հողմային կենսագազային կայանների համար 20 տարի, հիդրոկայանների համար փոքր 15 տարի, այսինքն եթե շուկան երաշխավորված է, առնվազն 15-ից 20 տարի եւ ռեսուրսը շատ լավն է, կարգավորման դաշտը լավ է, օրենսդրական մեխանիզմները ներդրումային պաշտպանության տեղում են, այսինքն կարելի ասել իդեալական պայմաններ է ստացվում։ Պարոն Արությունյան, բացի Magnum Power-ից ընկերություններ կան, որ պատրաստություն են հայտնել ամերիկյան նստելիորման, այդ ընկերության Ուրիշները, եթե չեմ սխալվում, 7 ընկերություն արդեն ներկա են, էլ եմ ասում, մոտ 2 շաբաթ է անցել նախավորակարգման ժամկետից, չեմ ուզում ասել, որ ընկերություններն են փաթեթը գնել, որովհետև փաթեթը գնել դեռ չի նշանակում, որ իրանք անպայման կմասնակցեն։ Ապրիլի 28-ին հայտարարվել է 6 շաբաթ ժամանակ է տրված, որպեսզի իրենց մասնակցության հայտերը ներկայացնեն եւ այդ ժամկետը լրանալուց հետո մենք անպայման կներկայացնենք, թե որ ընկերություններն են արդեն նախավորակավորվել եւ հիմնական մրցույթին պատրաստ։ Մենք ակնկալում ենք հիմնականում միջազգայինորեն երբ նայում ենք լավագույն նման աուկցիոն տենդերներով ծրագրերը ամենահաջողակները ունենում են նախավորակավորման փուլից հետո 10 մասնակից։ Իսկ Magnum Power-ը Փորձը ցույց կտա, չգիտեմ։ Այստեղ ամենակարևորը մեկ չափանիշ կա, ամենամատչելի սակագինը, որ պետք է առաջարկվի։ Կներեք։ Կներկայացնեք իրավիճակը վերականգնող էներգետիկայի բնագավառում արտադրությունն այջարվել։ Վերականգնող էներգետիկայի բնակարարում ես կարող եմ ասել, որ մենք մեր մոտ ամենաշատ օգտագործում ենք, ինչպես բոլորը գիտեք, փոքր եկերի
ռեսուրսը, փոքրիկի ռեսուրսը արդեն այս տարի 17% ընդհանուր արտադրության ծավալի մեջ կկազմի, բավականին այդտեղ աճ ունենք եւ այս տարի ինչպես բոլորդ արդեն զգում եք նաեւ ձեմաշկի վրա բավականին բնակլիմայական հաջող տարի է հիդրոէներգետիկայի համար եւ կարծում եմ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը մենք ունենանք եւ ամբողջ հիդրոէներգետիկայի համար եւ փոքր հիդրոէներգետիկայի համար եւ մոտ 40%-ի կարող է հասնել այս տարվա վերջ ընդհանուր էներգետիկ բալանսում հիդրոյի դերը, հիդրոյի մասը, իսկ ինչ վերաբերում է արևային եւ հողմային, արևայինով դուք գիտեք մենք փոքր կայանների համար, ինքնավար արտադրողների համար բավականին լավ ներդրումային դաշտ ենք ստեղծել եւ արդեն ունենք 100-ից ավել փոքր կայաններ, որոնք Հայաստանով մեկ սփռված են եւ դրանց քանակը օրեցօր շատանում է եւ այդ 100-ը ընդամենը արդյունք է մի 3-4 ամսվա աշխատանքի։